Տեղի ունեցավ երիտասարդական աշխատողի վերապատրաստում ծրագրի պաշտոնական ամփոփիչ միջոցառումը, որը միավորեց պետական կառույցների, միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր համայնքների ժամանած երիտասարդական աշխատողների։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արտուր Մարտիրոսյանը ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է հետաքրքրությունը երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի ինստիտուտի նկատմամբ։ Նրա խոսքով այս տարի ընդունված երիտասարդության մասին օրենքը ամրագրում է պետական քաղաքականության համար կարևորագույն սկզբունքներ, ոլորտը դարձնելով առավել համակարգված և նպատակային։ Մի քանի բան ավելի առաջ է մղում։ Դրանցից մեկը երիտասարդական կենտրոնների հանգամանքն է, որ թիմերին ավելի է քաջալերվում, պետությունը ինքը փորձում է աջակցել տեղերում, հատկապես մարզաբնակ համայնքներում Երևանից դուրս նման կենտրոնների ստեղծմանը և շատերը վստահաբար գիտեն, որ կառավարության 21-26 թվականների ծրագրերում 25 կենտրոնի ստեղծման թիրախ կա, որոնք ստեղծվել են, ստեղծվում են ու կստեղծվեն։ Երիտասարդների ակտիվացման ու համայնքային գործընթացներում վերջիններիս ներգրավման հարցում թիմերի դերը կարևորեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։ Երիտասարդների դերը ամեն ոլորտում կարևոր է, իսկ թիմը տեղական ինքնակառավարումը կամ համայնքի կյանքը բոլոր ոլորտներին է վերաբերում։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը շնորհավորելով ծրագրի մասնակիցներին վերհաստատեց վերջիններիս կարևորությունը համայնքների զարգացման գործում։ Սա պարզապես ծրագիր չէ, սա իմ պատկերացման և նաև մեր գործընկերների պատկերացման ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը Հայաստանում պատրաստում է մասնագետների, ովքեր աշխատելու են Հայաստանի ամենազգայուն և ամենամրցունակ և միաժամանակ ամենաթույն օղակի հետ, և որպեսզի կարողանան իսկապես իրենց զորեղացնել, ճիշտ ոլորտում իրականացնել և տեղում երիտասարդական միջավայրերի ապահովումով կարողանանք նաև մասնագիտական ճիշտ աջակցություն տրամադրել, դրա համար պետք է ունենանք երիտասարդական աշխատողին համապատասխան կարողություններն ու հմտությունները։ Միջազգային գործընկերները նկատում են երիտասարդական աշխատանքի մասնագիտացված մոտեցումը կարող է ունենալ բազմապատկող ազդեցություն։ Երիտասարդական աշխատանքի մասնագիտացումը հզոր բազմապատկող ազդեցություն է ունենում, երբ վերապատրաստված երիտասարդական աշխատողները մատուցում են ավելի արդյունավետ ծառայություններ պատանեկան և երիտասարդական խմբերին, համայնքներում ստանձնելով խթանիչ դեր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ծրագրի ընթացքը ներկայացնող տեսահոլովակ, որից հետո տարբեր համայնքներից և կազմակերպություններից մեկական երիտասարդական աշխատող ներկայացրեց վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն ու մարտահրավերները։ Փորձագետները և գործընկեր կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիտարկումները ծրագրի ազդեցության, զարգացման, հնարավորությունների և որակյալ երիտասարդական աշխատանքի շարունակականության վերաբերյալ։ Երիտասարդական աշխատողի վերապատրաստում ծրագիրն իրականացվել է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն էր կատարելագործել այն մասնագետների հմտությունների և անձնային որակները, որոնք զբաղվում են երիտասարդների հետ գործնական աշխատանքով, ապահովելու ազգային և թիմ մակարդակներում գիտելիքահենք, որակյալ և կառույցային երիտասարդական աշխատանք։ Վերապատրաստմանը մասնակցել է շուրջ 50 մասնագետ, ովքեր անցել են եռափուլ ուսուցում և ամփոփիչ գնահատումը հաջողությամբ անցնելուց հետո միջոցառման ավարտին ստացել են մասնակցության հավաստագրեր։ Աստղիկ Խաչատրյան այսօր։